Ողջույն սիրելի ընկերներ, ես Գայանեն եմ, մասնագիտությամբ դեղագետ, երկու բալիկների մայր և Baby Box Armenia մոր և մանկան պրոյեկտի հիմնադիր։ Մեր պրոյեկտի շրջանակներում մենք օգնում ենք հղիներին հեշտ, արագ և շատ գրագետ պատրաստվել ծննդատուն, հավաքելով իրենց համար նախատեսված ծննդատան պայուսակներ։ Եվ դուք դիտում եք մոր և մանկան մասին մեր հերթական հաղորդումը։ Այսօրվա հաղորդման շրջանակներում մենք խոսելու ենք ճիճվագրության մասին երեխաների մոտ։ Ըստ վիճակագրության, ամեն երրորդ երեխա կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է այդ խնդիրը։ Եկեք այսօր խոսենք նրա մասին, թե ինչ է իրենից ենթադրում ճիճվագրությունը, որտեղից է գալիս, ինչ վտանգներ ունի և առհասարակ ինչպես կարող ենք մենք մեր երեխաներին պաշտպանել այդ խնդրից։ Երեխաների մոտ ճիճվագրությունը շատ հաճախ հանդիպող խնդիրներից մեկն է։ Դա կախված է նրա հետ, որ երեխաները շատ դեպքերում կարող են դրսում խաղալ հողի հետ, կարող են ոչ լավ լվացված միրգ ուտել, հնարավոր է նաև այլ խնդիրներ, որոնց հետևանքով ի հայտ է գալիս այդ խնդիրը և մենք այսօր կբարձաբանենք բոլոր այն տարբերակները, բոլոր այն ճիճուների տեսակները, որոնք հիմնականում հանդիպում են երեխաների մոտ և իրենց նշաններից կխոսենք։ Առաջինը ուզում եմ նշեմ, որ ամենահաճախ երեխաների մոտ հանդիպող ճիճուների տարբերակները դա սրատուտն է, ասկարիդը։ Եկեք սկսենք խոսել նրա մասին, թե ինչ է ճիճվագրությունը։ Ճիճվագրությունը դա մարդու օրգանիզմում մակաբույծերի առկայությունն է, այս դեպքում ճիճուների, այլ կերպ իրենց նաև կոչում են գելմինտներ։ Իրենք կարող են տեղակայվել աղեստամոքսային տրակտում, անմիջապես աղիներում և իհարկե նաև այլ օրգաններում, բայց ամենահաճախ հանդիպողը իհարկե աղիներն են։ Երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող ճիճուների տեսակներն են ասկարիդները և սրատուտերը։ Իհարկե կարող են նաև լինել լամլյաները և էխինակոկերը։ Եկեք խոսենք ամեն մեկի առանձնահատկություններից, որպեսզի հասկանանք, որի դեպքում ինչ բուժում է պահանջվում և ինչպես կարող ենք մենք երեխային պահպանել և մեզ ևս այս խնդրի ժամանակ։ Առաջինը ասկարիդների մասին եկեք խոսենք, շատ հաճախ երեխաները դրսում խաղում են հողերի հետ, կեղտոտ ձեռքերով կարող են ինչ-որ սնունդ օգտագործել, ուտել, հնարավոր է նաև ինչ-որ պտուղ քաղեն և ուտեն դրսում կամ ոչ լավ լվացած միրգ կամ բանջարեղեն օգտագործեն։ Այդ դեպքում երեխան կարող է ախտարվել ասկարիդներով, բայց այստեղ մի առանձնահատկություն կա։ Այն դեպքում, եթե երեխայի մոտ ասկարիդներ են, ծնողները և ընտանիքի մյուս անդամները բուժման կարիք չեն ունենում, որովհետև մարդուց մարդ ասկարիդը չի փոխանցվում։ Ուստի այս դեպքում միայն երեխային ենք բուժում և պահպանում ենք իր հիգիենայի ճիշտ կանոնները։ Երկրորդը դա սրատուտերն են։ Սրատուտերի դեպքում շատ ուշադիր պետք է լինենք հիգիենայի կանոններին, որովհետև սրատուտերը փոխանցվում են մարդուց մարդ և ինչպես ենք մենք հասկանում, որ երեխայի մոտ անմիջապես սրատուտ է։ Իհարկե անալիզներից բացի նշաններ պետք է լինեն երեխայի մոտ, ըստ որոնց մենք երեխային տանում ենք բժշկի։ Դա փորլուծությունն է, պորկապությունն է, որովայնի շրջանի ցավերն են, բայց ամենակարևոր առանձնահատկությունը դա հետանցքի շրջանի քորն է, որը երեխայի մոտ շատ հաճախ է լինում և դա խոսում է նրա մասին, որ հնարավոր է երեխայի մոտ սրատուտ լինի։ Նաև անդրավարտիքի վրա մենք կարող ենք նկատել սպիտակ կետիկներ, այսինքն անմիջապես ձվիկները սրատուտերի, ինչը խոսում է նրա մասին, որ անմիջապես մենք պետք է երեխային տանենք բժշկի և անալիզներ հանձնենք։ Սրատուտերի առանձնահատկությունը նաև այն է, որ մոտավորապես 2-ից 3 շաբաթ իրենք կարող են պահպանվել արտաքին միջավայրում, տարբեր մակերևույթների վրա, խաղալիքների վրա, անկողնային պարագաների վրա, ուստի բոլոր պարագաներում երեխայի հիգիենային պետք է շատ ուշադիր լինենք, բայց այս դեպքում ուշադրություն պետք է դարձնենք հիգիենային։ Անպայման երեխաների եղունգները պետք է լինեն շատ կտրած, որովհետև քորի հետևանքով, քորելու հետևանքով երեխան կարող է կեղտոտ ձեռքերը մտցնի բերանը և ինքնակրկնավարակ առաջանա երեխայի մոտ։ Եվ
բուժումը շատ ավելի երկար կտևի։ Ուստի եղունգները երեխայի անպայման շատ լավ կտրում ենք, ձեռքերը անընդհատ պետք է լվացվեն։ Ամեն օր պետք է երեխայի անկողնային պարագաները փոխվեն։ Ոչ միայն լվանում ենք, այլ նաև հարթուքում ենք։ Շատ տաք հարթուքով, որովհետև այդ տաք գոլորշին վերջնականապես ոչնչացնում է սրատուտի ձվիկները։ Նաև պարտադիր կերպով, եթե գործ ունենք երեխայի հետ, հասկանում ենք, որ տանը բազում խաղալիքներ կան եւ հնարավոր է, որ այդ խաղալիքները եւս կեղտոտված լինեն, ուստի բուժման ընթացքում բոլոր խաղալիքները շատ լավ մաքրում ենք, լվանում ենք եւ փորձում ենք ավելի քիչ խաղալիք տալ երեխային, որ կանխարգելենք տարածումը։ Նաև ամեն օր պարտադիր կերպով պետքա խոնավ մաքրում ապահովել տանը բոլոր մակերեսները, որովհետև պարզա եթե դա չանենք, հնարավոր է երեխայի մոտ կրկնավարակ։ Այս դեպքում սրատուտի մասին խոսելիս մենք պարզ հասկանում ենք, որ հնարավոր է ընտանիքի մյուս անդամները եւս վարակված լինեն, ուստի բուժման ընթացքում պարտադիր բացի երեխայից պետք է տան բոլոր անդամները անցնեն ճճվատ հապության միջով։ Դա շատ կարևոր է, որպեսզի ընտանիքի անդամները իրար չվարակեն։ Բոլոր սրբիչները պետք է անընդհատ փոխվեն։ Ամեն անձ պետք է ունենա իր սրբիչը եւ չօգտվի մյուս տան անդամի սրբիչից։ Այդ բոլոր հիգիենայի կանոնները այս պարագայում շատ կարևոր են, որովհետեւ բուժումը կարող է լինել անարդյունավետ, եթե կանոնները հիգիենայի չպահպանվեն։ Հաջորդը եկեք խոսենք էխինոկոկի մասին։ Էխինոկոկը շատ հազվադեպ է երեխայի մոտ ախտորոշվում, սակայն եւս շատ ծանր խնդիր է եւ կարելի ասել ամենավտանգավորներից մեկն է, որովհետեւ ախտարվում են ոչ թե աղիները, այլ կարող են ախտարվել տարբեր օրգաններ եւ ախտորոշումը շատ դժվար է տրվում։ Միայն լաբորատոր հետազոտություններից հետո ենք մենք հասկանում, որ երեխան տանջվում է այդ խնդրով, որովհետեւ ախտանշանները, որոնք կան այդ հիվանդության ժամանակ, կարող են լինել այլ հիվանդությունների ժամանակ եւս եւ շատ դժվար է ախտորոշել կոնկրետ այս խնդիրը։ Էխինոկոկով երեխաները վարակվում են հիմնականում կենդանիներից, այսինքն դրսի, հիմնականում շներից, եթե խաղում են շների հետ, կամ տան կենդանիներից, եթե տան կենդանիները ճիշտ ժամանակին չեն անցնում ճճվատ հապություն։ Ուստի այստեղ մենք պետք է շատ կարևոր մեջբերում անենք։ Եթե դուք տանը ունեք կենդանի, որը ձեզ հետ է բնակվում, անպայման ըստ ժամանակահատվածի մշտապես կենդանում պետք է անեք ճճվաթափություն, որպեսզի չվտանգեք թե ձեր երեխայի կյանքը, որովհետև էխինոկոկը շատ վտանգավոր խնդիր է եւ հիմնականում լինում է դրսի կենդանիներից, ուստի փորձեք թույլ չտալ ձեր երեխային դրսի կենդանիների հետ խաղալուց, ձեռք տալուց եւ երբ երեխան տուն է մտնում, անմիջապես ստիպեք, որ երեխան ձեռքերը լվանա եւ սովորեցրեք, որ անմիջապես տուն վերադառնալուց հետո երեխան պետք է իր ձեռքերը լվանա։ Խոսեցինք բոլորի առանձնահատկությունների մասին, եկեք հիմա խոսենք դրա մասին, առհասարակ ինչ նշաններ են լինում։ Բոլորի մասին խոսելիս ես ձեզ քիչ-քիչ պատմեցի, բայց եկեք հիմա ամփոփենք։ Հիմնական նշանները երեխաների մոտ դա փորլուծությունն է, փորկապությունը, երկուսն էլ կարող են լինել զուգահեռ, որովայնի շրջանում ցավերը երեխաների մոտ կարող են խոսել նրա մասին, որ երեխան ճճվագրությամբ է տանջվում, սրտխառնոց փսխումներ, ախորժակի կտրուկ բացակայություն կամ հակառակը երեխան սկսում է շատ ուտել։ Երեխայի էներգիայի իսպառ վերացում, որովհետև շատ դեպքերում մանկաբույծերը, ճճուները երեխայի օրգանիզմից վերցնում են բոլոր պաշարները, մակրոէլեմենտների, վիտամինների տեսքով, ինչի հետևանքով երեխան թուլանում է, աճի նվազում ենք մենք նկատում, աչքերի շուրջ լինում են մուգ շրջանակներ երեխայի մոտ։ Այդ բոլոր նշանները խոսում են դրա մասին, որ երեխային անպայման պետք է տանել բժշկի մոտ, որովհետև շատ դեպքերում դուք չեք կարող հասկանալ, որ երեխան տանջվում է այս խնդրով, եթե չունենա քոր, իսկ քորը մենք հասկացանք միայն լինում այն դեպքում, եթե երեխային ախտահարում է սրատուտը։
Նաև պետք է խոսեմ դրա մասին, որ շատ ծնողների մոտ կա մի կարծրատիպ, եթե երեխան գիշերը կրճտացնում է ատամները կամ երեխայի բերանից թքահոսք է լինում, դա խոսում են դրա մասին, որ երեխան պարտադիր ունի ճիճվագրություն։ Ոչ, բժիշկները պնդում են, որ դա այդպես չէ, հնարավոր է երեխան ունենա պարզապես այլ ինչ-որ հիվանդություն, իսկ այս նշանները սովորաբար կամ կարող են լինել երեխայի մոտ ճիճվագրության ժամանակ եւ կարող են նաեւ լինել պատճառ այլ հիվանդության, ուստի դա 100% չի խոսում նրա մասին, որ երեխան ճիճվագրությամբ է տանջվում։ Եկեք խոսենք նրա մասին, թե ինչպես ենք մենք ախտորոշում այդ խնդիրը, իհարկե ախտորոշման համար միայն մայրիկի հետ զրուցելը բավական չէ, ուստի ձեզ հորդորում եմ, եթե դուք նշաններ եք տեսնում, մի գնացեք դեղատուն եւ դեղագետից մի խնդրեք բուժում, որովհետեւ առանց անալիզների ոչ մի բուժում դեղագետը չի կարող ձեզ նշանակել եւ արդյունքի դուք հասնեք։ Դուք պարզապես կարող եք վտանգել ձեր երեխայի առողջությունը։ Ինչի, որովհետեւ ամեն ճիճվի տեսակ պահանջում է իր առանձնահատուկ բուժումը։ Եվ դոզավորում ամեն անձի համար, այսինքն երեխայի դեպքում մենք պետք է հասկանանք քանի կիլո է երեխան, ինչ դեղամիջոց ենք մենք առաջարկում, այսինքն բժիշկը, մենք ոչ մի բան առանց բժշկի խորհրդի երբեք չենք կարող անել։ Անալիզներից է, իհարկե, կղանքի անալիզը։ Այստեղ պետք է մեջբերում անել, որ մեկ անգամ կղանքի անալիզ հանձնելով մենք հնարավոր է չախտորոշենք խնդիրը, որովհետև կոնկրետ կղանքի այդ չափաբաժնում հնարավոր է ձվիկներ կամ անմիջապես, հա, մանկաբույծը չլինի։ Ուստի մի քանի անգամ հնարավոր է բժիշկը նշանակի կղանքի հետազոտություն։ Երկրորդը դա քերուկն է հետանցքի շրջանում, որը կոնկրետ սրատուտի դեպքում են նշանակում, հասկանալու համար, թե արդյոք երեխայի մոտ կա այդ խնդիրը, թե ոչ։ Այս դեպքում առանձնահատկությունը այն է, որ երեխային մոտավորապես 2 օր չի կարելի լողացնել, դա պարտադիր ամեն ծնող պետք է իմանա, որովհետև եթե դուք լողացնեք երեխային եւ տանեք անալիզի, հնարավոր է, որ երեխայի մոտ չախտորոշվի սրատուտը։ Եվ երրորդ տարբերակը դա արյան ընդհանուր հետազոտությունն է, բարձր էոզինոֆիլներով։ Հիմա հասկանում ենք, որ առանց այդ անալիզների մենք ոչ մի բուժում չենք կարող ստանալ, մենք ոչ մի բուժման իրավունք չունենք, որովհետև պարզ գիտակցում ենք, որ այն դեղամիջոցները, որոնք կիրառվում են բուժման ընթացքում, տոքսիկ են, որովհետև ոչնչացնում են մանկաբույծին եւ տոքսիկ ազդեցություն նաեւ կարող են ունենալ երեխայի կյանքի համար, եթե սխալ դեղամիջոցն է, եթե սխալ դեղաչափ է ընտրված, ուստի բժիշկն է դա անում։ Անկամ եթե դուք որոշել եք երեխային բուժման ընթացքում տալ որևէ միջոց, որը պարզապես բուսական է, այս դեպքում եւս պարտադիր պետք է բժիշկը դա նշանակի եւ հետեւի։ Հիմա խոսենք այն դեղամիջոցների մասին, որոնք հիմնականում կիրառվում են նման խնդրի ժամանակ։ Դա ալբենդազոլն է, մեբենդազոլն է եւ պիրանտելն է, բուսականներից իհարկե տրայչատկանը, որը եւս բժշկի ցուցումով է միայն նշանակվում երեխային, եւ շատ դեպքերում նաեւ կիրառում են դդմի սերմեր, սակայն այստեղ մի բան եմ ուզում ավելացնել, որ դդմի սերմերը իհարկե կարող են որոշ չափով կանխարգելիչ միջոց հանդիսանալ, կարող են ինչ-որ չափով երեխային օգնել, բայց բուժում չեն կարող տալ։ Բացի դեղամիջոցներից ոչ մի ժողովրդական միջամտություն երեխային չի կարող բուժել, դա ընդմիշտ հիշեք, եւ բուժումը նշանակվում է միայն բժշկի կողմից եւ այստեղ մի փոքրիկ բան ավելացնեմ, օրինակ եմ բերում, դդմի սերմերի մասին եթե խոսք է գնում, պարզապես երեխային մի քանի դդմի սերմ տալով դուք ոչ մի արդյունքի չեք գա։ Որպեսզի մանկաբույծի վրա մենք ինչ-որ չափով կարողանանք ազդեցություն թողնել, մոտավորապես 300 գրամ միանվագ երեխան պետք է այդ դդմի սերը օգտագործի։ Պարզ է, որ դա անհնարին է, ուստի պետք է հասկանանք, որ դդմի սերմը չի կարող բուժել ձեր երեխային։ Պարտադիր դիմեք բժշկի, պարտադիր ստացեք ճիշտ խորհուրդներ եւ ճիշտ բուժում։ Հիգիենայի մասին արդեն խոսեցինք սրատուտերի մասին խոսելիս, բայց ընդհանուր ամփոփելու համար ուզում եմ նշել, անպայման հետևեք ձեր երեխայի հիգիենային մշտապես։ Անպայման եղունգները կարճ կտրեք, անընդհատ լվացեք երեխայի ձեռքերը օճառով։
ամեն տուն մտնելուց հետո։ Մի թույլ տվեք երեխաներին խաղալ դրսի կենդանիների հետ եւ ձեռք տալ իրենց։ Շատ կարևոր է մանրակրկիտ լվանալ այն բանջարեղենը, այն մրգերը, այն կանաչին, որը դուք տալու եք ձեր երեխային։ Շատ կարևոր է լավ եփել միսը, որը ձեր երեխան պետք է օգտագործի։ Այդ բոլոր կանոններին լավ հետևեք, որպեսզի խնդիր չառաջանա ձեր երեխայի մոտ ճիճվագրության հետ կապված։ Ծնողներին եւս մի խորհուրդ, ամեն ազդակի դեպքում, եթե դուք նկատում եք, որ ձեր երեխան թուլանում է, երբ դուք նկատում եք, որ երեխայի հետ մի բան այն չէ, մի փորձեք ինքնաբուժությամբ զբաղվել, անպայման դիմեք ձեր մանկաբուժին, որովհետև ճիշտ խորհուրդ ձեզ կարող է տալ միայն ձեր մանկաբուժը եւ անալիզի ձեզ կարող է ուղարկել միայն ձեր մանկաբուժը։ Եվ բուժումը եւս նշանակվում է միայն բժշկի կողմից։ Այսքանը սիրելի ծնողներ, այսօրվա հաղորդման շրջանակներում մենք ձեզ փորձեցինք պատմել ճիճվագրության մասին, հետևեք ձեզ եւ ձեր երեխաներին, անպայման դիմեք բժշկի ճիշտ ժամանակ, որպեսզի չերկարացնեք բուժումը եւ որպեսզի չվտանգեք ձեր երեխաների առողջությանը, որովհետեւ ճիճվագրությունը դա պարզ բան է, կարծես թե ոչ մի խնդիր իր հետևից չի կարող ունենալ, եթե մենք բուժվում ենք, բայց այն դեպքում, եթե մենք երկարացնում ենք բուժումը, եթե մենք ճիշտ ժամանակին երեխային չենք բուժում, մենք կարող ենք ունենալ շատ վատ անդրադարձ բարդությունների տեսքով։ Մաղթում եմ առողջություն ձեզ եւ ձեր ընտանիքին։ Մինչ նոր հանդիպում։